բոլորին, սիրելի հետևորդներ, բարեկամներ, ինչպես եք, միշտ գրում եմ ինչպես եք, ես հարցնում եմ ինչպես եք, բայց չեմ տեսնում, որ պատասխանեք, մենք լավ ենք, ինչով եք զբաղվում, ուզում եմ իմանամ, հարց ու փորձ եմ էլի անում ձեր հետ, մինչև ուղիղ եթեր կկազմակերպեմ, որպեսզի շփվեմ ձեր հետ։ Սիրելիներ, այսօր պատրաստելու ենք հնդկածավալ, ոչ սովորական տարբերակով, մեկ ևս հետաքրքիր տարբերակ եմ առաջարկելու, ինչպես սովորական հնդկածավալից ստանանք համեղ ուտեստ։ Կարելի է մի փոքրիկ հավի կրծքամի սեփել, արգանակը պահել եմ, ջուրը պահել եմ, որպեսզի համով ստացվի ավելի, մի փոքրիկ հավի կրծքամիս, մեկ գազար եւ մեր ուտեստը կստացվի հրաշք։ Եթե տանը ունեք նեխուր, ապա նեխուր եւ սոխ, գիտեք, ես սրանից եմ օգտագործում, թող գովաշ չլինի, այսպես անեմ, որպեսզի չերևա։ Մի խոսքով այստեղ կադրը ընդհատվեց, որովհետև շունիկս ինչ-որ բան էր ուզում ուտելու, իրեն հարցեր լուծեցինք ու վերջ։ Սիրելիներ, ուրեմն սովորական սոխ առանց անելու համար գազար, սոխ եւ նեխուր։ Իդեպ նեխուրը շատ համեղ է դարձնում յուրաքանչյուր ուտեստին, այ որ փորձեք կտեսնեք։ Մի խոսքով, հիմա գազարը, մեկ գազարը, համենը մեկ գազար է, երկու բաժակ հնդկածավալ է և կես հավի կրծքամիս, հավի կրծքամիսի կեսին է, մյուս կեսն էլ աղցան եմ պատրաստելու, էլի տեսանյութ եմ նկարելու, չգիտեմ, որ առաջինը կտեղադրեմ, բայց ամեն դեպքում։ Վերջ, սա վերջացրեցինք, կողքին գտնում, ուրեմն ինչ ենք անում։ Սոխ առած ենք անելու, այ ինչը որ ասում էի, գազար, սոխ և նեխուր, շատ համեղ է ստացվում, օգտագործելու ենք նաև յուղ, հրաշք յուղ, ռեդի յուղով ենք պատրաստելու, իմ ճաշերը ստացվում են հրաշք, այս մի պուճուր յուղով կպատրաստեմ իմ ուտեստը, սիրելիներս, արտադրվում է Եվրոպայում, Բելգիայում է արտադրվում է Հայաստանի համար, շատ համեղ յուղ է, իդեպ ովքեր որ պահքի շրջանում են, շատ հանգիստ կարող են օգտագործել, որովհետև բուսական է, ոչ մի կենդանական բան չի պարունակվում ու կարևոր ովքեր խոլեստերին ունեն, կարող են էլի հանգիստ օգտագործել, որովհետև առանց խոլեստերինի այս յուղը։ Սիրելիներս, իդեպ կարելի է նաև տապակել այս յուղով, պատրաստել խմորեղեններ, ինչպես որ դուք արդեն տեսել եք, ես բազմիցս անգամ պատրաստել եմ։ Ուրեմն, դնում ենք գազօջախին, որպեսզի ինքը մարմանդ, կրակին հանգիստ հալվի ու սոխը տապակվի ու մանրացնում ենք նաև հավի կրծքամիսը։ Ուրեմն, գազարը այսպես թողնում ենք սոխը հանգիստ, մարմանդ սիրուն տապակվի, գազարը կամ հավի կրծքամիսը կամ կտրատեք կամ փթրեք, օրինակ ես այսպես ձեռքով ծղան եմ անելու, որովհետև հավի կրծքամիսը մեծ կտորներով ճաշերի մեջ հաճելի չի ուտելը, պետք է իրեն ուղղակի այսպես ծղան անեք, միևնույն է ջրի մեջ հետո եփվելուց հնդկածավալի հետ էլի մանրանալու է։ Վերջ, սա մանրացնում ենք ու անցնում ենք առաջ։ Ավելացնում եմ նաև գազարը ու շարունակում եմ տապակել սոխի հետ։ Ավելացնում ենք հավը, կրկին շարունակում ենք տապակել։ Մի փոքր տապակելուց հետո ավելացնում ենք հնդկածավալը, նախապես լվացված, այնպես արեք, որ նախապես մի թռչեք, եթե եփելու եք։ Մի քիչ շուտ լվացեք ու վերջ, 5 րոպե, 10 րոպե շուտ։ Այն հիմա շատ կարևոր է, գոնե 3-4 րոպե պետք է շարունակենք տապակել հնդկածավալը։ Ու ամենակարևորը մսի արգանակը։ Քամում ենք։ Տեսեք, դեռ չեպած վիճակում արդեն լավ տեսք ունի։ Սիրելիներ, երեսը ծածկում ենք ու թողնում ենք եփվի մոտավորապես կախված է իհարկե հնդկածավալի տեսակից։ Այստեղ Իտալիայում այդքան շատ ընտրանի չկա հնդկածավալների, ես ռուսական խանութից եմ ձեռք բերում, ընդամենը երկու տեսակ է, մեկը լավ եփող, մեկը քիչ եփող, ես այն ուշ եփողն եմ սիրում, որովհետև հատիկները շատ չի մեծանում ու հետաքրքիր է մնում, ես չեմ սիրում, երբ որ ցեխ է դառնում։ Այնպես որ կախված է տեսակից, դուք արդեն իմացեք որքան ջուր եք լցնելու եւ որքան եք եփելու, դա արդեն ըստ ճաշակի է։ Համեմում ենք աղով, պահպանիր,
սայլեր ճաշակի։ Ես ոչ մի տեսակի այլ համեմունքներ չեմ ավելացնելու այստեղ։ Շատերը օրինակ սև պղպեղ, կարմիր պղպեղ կամ խմելի, սունելի, չգիտեմ, հազար տեսակի բան են ավելացնում, ու այստեղ կորում են իսկական հնդկաձավարի համն ու հոտի։ Իդեպ սիրելիներ, հնդկաձավարը շատ առողջարար է։ Աշխատեք, օգտագործեք։ Շաբաթը մեկ անգամ բոնի կերեք, որովհետև գիտեմ շատերը չեն սիրում, չգիտես ինչու, այլ որ այսպեսի համեղ լավ տարբերակներով պատրաստեք, առողջարար, շատ էլ համեղ կլինի ու հաստատ ընտանիքի անդամները կուտեն։ Այ տեսեք, կարելի է ասել պատրաստ է, իստուգելու համար, իհարկե գթալով այսպես նայում եք, տեսեք, երբ որ տեսնում եք շատ քիչ աննշան ջուր է մնացել, սովորաբար այս ժամանակ ես անջատում եմ կրակը, պահում եմ երեսը ծածկած վիճակում 5-10 րոպե և մատուցում։ Սիրելիներ, այս ինչ համեղ է պատրաստվել, շատ համեղ է բուրում, տեսնում եք հասարակ հնդկաձավարից կարելի է հրաշք պատրաստել։ Իդեպ շատ համեղ է, որովհետև եթե տեղին սոխարածը լավանում եք, համեղ սիրուն տապակում եք, դրանից շատ բան է կախված, ոչ թե ուղղակի ամեն ինչ լսնում եք, այսպես ջուր լսում, ասում եք թողեփի, միևնույն է, բաղադրատոմսը սա է։ Ես նկատել եմ, որ ասում են մեկ նույն բաղադրիչներ դնում եք, բայց մեկի պատրաստածը համեղ է, մյուսինը ոչ, հենց սրանք են մանրուքները, որ յուրաքանչյուր բան պետք է ուշադրություն դարձնեք ու ամենակարևորը սիրով պատրաստեք, սիրով սեր դրեք ձեր աշխատանքի մեջ, կտեսնեք, որ ամեն ինչ է շատ համեղ է ստացվելու։ Սիրելիներ, հիմա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, ես ձեզ հաջողություն կասեմ, պատրաստեք սիրով, ես աղցաներ եմ պատրաստել, երկու հատ տեսանյութ նկարել, տեսեք, շատ համեղ աղցան է, կրկին հավե կրծքան մսով, կանաչ ոլորով, լոբիով մի հրաշք աղցան է, այնպես որ այսօր մեր տանը այսպես ենք սնվելու, իհարկե ունեմ նաև պաների լավ տեսականի։ Մի խոսքով, հաջողություն բոլորին։ Հրաշք է, շատ համեղ է։